Սուրբ Գիրքը չկարդացած մարդը փորձում է ապրել քրիստոնեական սովորություններով։ Ես ամեն մկրտվողի ասում եմ, ինչու ես մկրտվում, ասում եմ, դե մենք քրիստոնյայինք պիտի մկրտված ես, եթե քրիստոնյա ես, ինչու մինչև հիմա 40, 50, 60 տարեկան ես մկրտված չես։ Դες ժամանակ չի եղել։ Ասում եմ, ինչ ասել է ժամանակ չի եղել։ Բայց դու ասում եմ, բա ո՞նց ես քրիստոնյա։ Քրիստոնյան հոմյան անունով չես, որ դու քրիստոնյա ես։ Բայց ասենք սովորություններ ես սպահում քրիստոնեական, որ չգիտես էլ ինչի համար։ Հեսա զատիկը պիտի գա, բոլորը ձու կներկեն, որ հարցնես այդ ձուն ինչի է ներկու չգիտեն։ Կարմիր պիտի ներկա, այ տեսեք հիմա սովորությունը, բոլորը կանաչ, կարմիր, դեղին, սպիտակ, սև, ինչ գույն է, միայն կարմիր գույն պիտի լինի։ Դա խորհուրդ ունի Քրիստոսի թափված արյունն է խորհրդանշում, որ մարդկությունը փրկվեց Քրիստոսի արյամբ, այլ գույներ պետք չի։ Մարդիկ կբերեն տարբեր տեսակի թխվածներ կթխեն, կնստեն սեղանի շուրջ, բայց չեն հավատա Քրիստոսի հարությանը։ Ամենամեծ ողբերգությունը մեզ համար, ամենաշատ անհավատ քրիստոնյաները կհավաքվեն սեղանին ուտեն, խմեն, օրենքները կմոռանան։ Դրա համար այս օրենքների մասին, այս սկզբունքների, ավանդույթների մասին է, որ ճաշ երույթը չէ հարության խորհուրդը, այլ իրականում Քրիստոսին հավատալ եւ Քրիստոսով ապրել։